Շատ հետարքիր երևույթ կա, որ Ամարասի նոր հաստորեն կառույցների շինարարությունը ֆինանսավորել են շուշեցիները, Շուշիի հայերը։ Շուշին այդ ժամանակ բավական արագ զարգացող քաղաք էր եւ հայերի մշակութային մայրաքաղաքն էր կարելի ասել Արևելյան Հայաստանում եւ այդտեղից էլ իհարկե տրամաբանական է, որ պետք է գնար ֆինանսավորումը այն ուղղությամբ, այն վանքի, որը որ փաստորեն մեծ նշանակություն ունի հայոց արևելից գաղափարաբանության կառուցման համար։ 1858 թվականին եկեղեցին օծվում է եւ մերձակա այդ պարիսպները փաստորեն վերաշինվում, տնտեսական կառույցներ, հողեր եւ այլն վանքը բավականին գործուն է շարունակում լինել եւ նույն Շուշիից մեկ այլ վարպետ արդեն խոսքը Միքայել Տեր-Իսրայելյանցի մասին է, նրա ուրեմն հոգացությամբ, նրա ջանքերով պատրաստվում է նաև Գրիգորիսի նոր տապանակար եւ այս գեղեցիկ տապանակարը տեղադրվում է 1898 թվականին նրա շիրիմի վրա։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։